Մեզ բոլորից հուզում են նաև թրիփ ընկերության հենց, որը պայմանական անունը կարող է այս փուլում կրել եւ տրված է այդպիսի ենթադրում են, որ կունենա թրիփ զարգացման ընկերություն եւ փաստաթուղթը հստակեցնում է թրիփ զարգացման ընկերության հիմնադրման որոշակի պայմաններ, բաժնեմասեր, գործունեության ժամկետ եւ այլն, ես մի քանիսի վրա կանգ կառնեմ այժմ։ Կրկին առաջին նախադասություն այս հատվածի, տեղ, մի քանի տեղ բարբերաբար փաստաթղթում վերաբերելի եւ նույնիսկ եթե կուզեք ոչ այդքան վերաբերելի հատվածներում բարբերաբար ընդգծվում է, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենալու եւ հետո գործարկվելու են ենթակառուցվածքները Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության լիակատար պահպանմամբ, կարող եք ընթերցել ինքներդ եւ յուրաքանչյուր հատվածում այդ հղում այդ վստահեցումը տեսնել եւ այսպես էլի թրիփը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում, ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում, պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ, այսինքն չի լինելու թրիփ ենթակառուցվածքների որևէ կտոր, որևէ հատված, որևէ ուրեմն տեղակայում, շինություն, որևէ բան, որտեղ որևէ կերպ կսահմանվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։